Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է այսօրվայում զրուցակիցը կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանն է, բարի երեկո պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն։ Մինչև կրթության ոլորտի խորքային խնդիրներին անդրադառնալը մի հարց եմ ուզում տալ։ Տեսեք, իշխանությունները Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ խոսում են իրական Հայաստանի մասին։ Ուզում եմ հասկանալ, օրինակ, դպրոցում ուսուցիչը ինչ պետք է պատասխանի աշակերտին, որը օրինակ հարցնում է ինչ է իրական Հայաստանը, որտեղ տեսնում է իրական Հայաստանում արարած սարը հանում են, զինանշանը փոխում են, Փաշինյանը ասում է Հայաստանում առյուծ չկա, այդ զինանշանը պետքա փոխել, օրհներգ են փոխում, Արցախը ասում են հայկական չի, Աստվածաշնչի մասին, այս մանավանդ եկեղեցու դեմ հարձակումների այս տևական շրջափուլում Աստվածաշնչի մասին օրինակ առողջապահության նախկին նախարարը կարող է վեր կենալ ասել այդ Աստվածաշունչը ինչա որ ես Շարլ-Պերոյի հեքիաթներին ավելի եմ հավատում քան թե այդ Աստվածաշնչին այս ամեն ինչ է մեր մթնոլորտն է մեր կյանքն է մեր միջավայրն է որի մեջ ապրում ենք աշակերտը հարց է հնչեցնում չէ դա ինչ է պատասխանելու ուսուցիչը ինչ ասի Արցախը հայկական չէ Շատ լավ, այս հարցը իրոք շատ կարևոր հարց է, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դպրոցը բացի գիտելիքներ, հմտություններ սովորեցնելուց միշտ ունի աշխարհայացքային եւ արժեքային գործառույթ։ Այսինքն չկա աշխարհում դպրոց, որտեղ ինչ որ աշխարհայացքային կամ գաղափարախոսական տարեր չկան։ Եվ այդ իմաստով իհարկե մենք հիմա բավական բարդ իրավիճակում ենք, որովհետև առաջարկվել է անել կտրուկ շրջադարձ, այսինքն մի կողմ դնել այն ամենը, ինչը ավանդաբար եկել է, եւ ինչ որ նոր տեսություն փորձել դպրոցներում ամրագրել, որը բավական այդպես արհեստական է, եւ ըստ էության իր մեջ ունի տարեր հրաժարվելու որոշակի ավանդույթներից եւ այսպես ասած, ինչպես հայտնի ֆրանսիացի մտածող Սիմոնա Վեյլն էր ասում, արմատախիլ լինել, անարմատ մնալ։ Հիմա որպես կանոն այդ տեսակի մոտեցումները կրթության ոլորտում կարող են աշխատել միայն մի դեպքում, եթե երկրում հաստատվի դիկտատուրա։ Այսինքն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ որ ուսուցիչներին այդպես պարտադրեն որ այս պետք է ասեք, Մասիսի սիմվոլը պետք է ընդհանրապես հանվի բոլոր տեղերից։ Ասում է Արարատը Հայաստանի Հանրապետությունում չէ։ Հա, խնդիրը ամբողջ հարցն է, որ աշխարհագրական տեսանկյունից այս պահին չէ, բայց Արարատը եղել եւ մնալու է հայ ժողովրդի սիմվոլներից մեկը։ Եվ ամբողջ խնդիրն է, որ մարդը միայն այդպես ֆիզիկական եւ աշխարհագրական էակ չէ։ Եվ ինձ թվում է որևէ կերպ, որևէ մեկին չի հաջողվելու Արարատը հանել Հայաստանի սիմվոլներից։ Սա ուղղակի անհնարին բան է, որտեղ դա այնքան խորն է նստած, մի ձևով է հնարավոր, եթե ասենք, չգիտեմ, այդպես ուղղակի արգելք դրվի, որով այդ բառը օգտագործեց, պետքա, չգիտեմ, պատժենք, ձերբակալենք եւ այլն, բայց դա մի քիչ ծիծաղելի բան կլինի։ Օրինակ նույն Արցախի դեպքում Փաշինյանի խոսնակը ներողություն էր խնդրում եթերում Արցախ բառը օգտագործելու համար։ Այո, դա պաշտոնական բան է, բայց մենք միշտ ունենք ժողովրդական մակարդակը եւ ուսուցիչների մասով էլ ես կարող եմ ասել, որ հիմնականում մեր ուսուցիչները այս դժվարին պայմաններում էլ շարունակում են այդ ավանդույթները պահել։ Եվ այնպես չի, որ ինչ որ օֆիցիալ ձևով ասվում է, դա արագ գնում հասնում է դասարաններ։ Իմ գնահատմամբ կրթական համակարգում կա լուր դիմադրություն, այսինքն հասկանալի է ուսուցիչները, դպրոցները այդպես չեն ընդվզում, չեն բողոքում բան, բայց դասարաններում այդ մոտեցումները շարունակվում են կիրառվել, որտեղ դա ուղղակի անհնար է, մարդը չի կարող, մարդը իր չէ, որ վերցնենք շպրտենք, հա, վաղվանից ուրիշ ձևով ապրենք, այդպես չի մարդը, այսինքն կան ինչ-որ բաներ, որոնք դարերով եկել են եւ գնալու են։ Դրա համար այս տեսակի փոփոխությունները կտրուկ որևէ արդյունքի չեն բերելու, դա հաստատ կարող եմ ասել։ Միակ լուծումը դա ինչ որ ծայրահեղ դիկտատորական քայլերի գնալն է, որը ինձ թվում է այդքան էլ ռեալ չէ այս պահին։
Պարոն Խաչատրյան, միայն ավանդույթների խնդիր չէ, կարծում եմ։ Տեսեք, երբ որ ասում է երկրի ղեկավարը, ասում է պետք է զինանշանը փոխել, որովհետև ինչ առյուծ Հայաստանում առյուծ չկա, չի եղել։ Աշակերտը, որը դպրոցում կրթություն է ստանում, անցնում է տարբեր պետությունների դրոշներ, նաև աշխարհագրություն է անցնում, գիտելիք է ձեռք բերում, ուսումնասիրում է այդ երկրները եւ տեսնում է, որ ահա այս երկրների դրոշների վրա կան տարբեր տեսակի կենդանիներ եւ պարտադիր չէ, որ այդ երկրում լինի տվյալ կենդանին։ Օրինակ առյուծը ուժի խորհրդանիշ է եւ հետեւաբար սիմվոլ է։ Այսինքն այստեղ միայն ավանդույթի խնդիր չի։ Սա անգրագիտության նաև տար է պարունակում ու երեխաների մոտ, աշակերտների մոտ, մանավանդ այն արդեն միջին եւ բարձր դասարանցիների մոտ խնդիր է առաջանում, երբ որ երկրի ղեկավարը անգրագիտություն է տարածում։ Սա է խնդիրը նաև։ Ինչպես վարվել, ինչ անել, ասել ժողովուրդ մոռացեք ինչ են ասում, սա քաղաքականություն է, հա, ժամանակավոր этап է, կանցնի այս կվերջանա, կգնա, կամ որ Արցախը հայկական է, փաստերը, պատմական փաստը, իրողությունը դնեն մի կողմ եւ ենթարկվեն թե ղեկավարը, ասենք թե ինչ ճնշումների տակ է, հանձնել է Արցախը պարտություններից հետո շարունակվող պարտություն է, սողացող պարտության մեջ ենք, դարձյալ ու ասում է չպետք է տակ այդ անունը, վերջ, մոռացեք Արցախը։ Տեսեք, եթե այս ամեն ինչը ասվեր 2018 թվականի ընտրությունների ժամանակ կամ հեղափոխության ժամանակ, որ գալիս էին իշխանության, ես դա կհամարեի, որ սա իրոք համոզմունք է եւ այս կուսակցության, այս քաղաքական ուժի գաղափարախոսությունն է։ Բայց երբ որ դա ասվում է պատերազմից հետո, պարտությունից հետո, ակնհայտ է, որ սա պարտությունը ռացիոնալացնելու միջոց է։ Այսինքն մինչև 2020 թվականը Արցախը Հայաստան էր, չէ՞, պարտվեցինք, ուրեմն պետքա ռացիոնալացնել այն գաղափարը, որ Արցախը Հայաստան չէ եւ մենք մոլորված էինք։ Հիմա արդեն պարզ է, որ հասարակությունը չի կարող սա ընդունել որպես համոզմունք։ Հասարակությունը սա ընդունում է որպես օպորտունիստական մոտեցում, այսինքն իրավիճակը փոխվեց նաև մեր գաղափարախոսությունը։ Առաջ այս ձևով էինք ասում, հիմա իրավիճակը փոխվեց, այս ենք ասելու։ Վաղն էլ որ իրավիճակը փոխվի, ուրիշ բան կարող ենք ասել։ Այս մոտեցումն է կարծում եմ, որը մեր ժամանակներում ցավոք սրտի շատ մեծ տարածում է գտել, որ մարդիկ այդ կայուն ինչ որ կողմնորոշումները արժեքային չունեն եւ ըստ իրավիճակի կարող են փոխվել։ Օրինակ նույն մարդկանց պարագայում էլ ենք մենք սա տեսնում, չէ՞, օրինակ կան մարդիկ, որոնք ավելի հավատարիմ իրենց գծի մեջ շարունակում են, բայց կան մարդիկ էլ, որ ասենք մինչև 2018 թիվը ուրիշ ճամբարում էին, 2018 թվից հետո շուռ եկան այս մյուս ճամբարը, վաղը շուռ կգան երրորդ ճամբարը։ Ու ցավալին էնա, որ այս երկրորդ տեսակը մարդկանց, որ անընդհատ ըստ իրավիճակի փոխվում է, այդ քամելոնական վարքագիծը այսօր վերում է մարդկանց ճակերտների մեջ ասեմ որոշակի հաջողություն։ Իհարկե երկարաժամկետ չէ, բայց կարճաժամկետ վերում է այդ հաջողությունը։ Դրա համար կարծում եմ, որ այնինչ հիմա տեղի է ունենում, կարճ կարելի է բնութագրել որպես պարտության ռացիոնալացում։ Հա, բայց որևէ մեկը այսքան ժամանակ, նույնիսկ անկախությունից հետո որևէ մեկը կասկածի տակ չի դրել, չէ, Արցախի հայկական լինելը։ Ընդ որում Ադրբեջանը շարունակում է եւ ադրբեջանական պաշտոնական հեռուստաալիքներով նույնիսկ հաղորդաշար ունեն Արևմտյան Ադրբեջանի քրոնիկա, որտեղ ամենօրյա ռեժիմով ներկայացնում են Հայաստանի տարածքները, մարզերը ադրբեջանական անվանումներով, Ալիևը Սևանի նկատմամբ, նույնիսկ Սևանա լճի նկատմամբ նույնիսկ նկարտումներ ունի, չեն թաքցնում Հայաստանի տարածքը Արևմտյան Ադրբեջան են անվանում, որևէ, այսինքն սրան դիմադրություն պետք է լինի անկախ նրանից ով է ղեկավարը։ Հիմա ես մի քիչ մտածում եմ, խեղճ ուսուցիչ, պատկերացնում եմ, եթե ինքը օրինակ Արցախի մասին խոսի, փաստերով ներկայացնի, որ Արցախը հայկական է, կարող է օրինակ ինչ որ այդտեղ լինի ԿՊ-ական մեկը, հա, ուսուցչական կազմում, ու սկսի բան անել, հասցնել նախարարություն, ասել, տեսեք, նա ասում է Արցախը հայկական է։ Շատ ծանր վիճակում է հայտնվում ուսուցիչը, բայց ինչ անի, փաստ է։
փաստերը անհերքելի կան, որևէ մեկը մինչև հիմա կասկածի տակ չի դրել։ Անկախ նրանից հայոց համազգային շարժումը, ՀՇՆ իշխանության եղել, հանրապետականը թե որևէ մեկ քաղաքական տարաձայնությունը կամ գաղափարախոսությունը չի բան եղել, հա, չի հերքել դա։ Այս պահի դրությամբ, այո, պաշտոնական քարոզչության մեջ այդ էլեմենտները կան, բայց ես վստահ եմ, որ դպրոցներում այս իրավիճակը ուսուցիչները կկարողանան պահել եւ կարծում եմ այսօր էլ ուսուցիչների մեծ մասը շարունակում է խոսել Արցախի հայկական լինելու մասին, որտեղ դա, այսպես ասած, պատմական վկայություններ կան, աղբյուրներ կան, այսինքն դա անհերքելի բան է։ Այնպես որ այս իմաստով ես մի փոքր հանգիստ եմ, թեև կա իհարկե պաշտոնական քարոզչություն, կարող է լինել նաև ձեր ասած դեպքերը, որ ինչ որ մարդու, ինչ որ, չգիտեմ, արտահայտությունների համար փորձեն պատժել, բայց ես կարծում եմ, որ այս իմաստով մեր ուսուցչական կազմը, մեր ժողովուրդը բավական ամուր են։ Հիշում եք, չէ՞, նաև որ Տավուշի այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր դպրոցում աշակերտների, որը Տավուշում էր կարծեմ, Մասիս սարեր նկարել, ասում է ինչու ես Մասիս նկարում, Արագած նկարի կամ չգիտեմ, այսինքն այս մակարդակի, հա, քարոզչություն ճիշտ, չգիտեմ։ Այո, նույնը եղավ Արագածոտնի մարզում, ես հիշում եմ, էլի աշակերտներ էին, որտեղ հարց տրվեց, թե որն է Հայաստանի ամենաբարձր սարը, մի մասը ասեց Արարատը, մյուս մասը ասեց Արագածը եւ այդտեղ էլի քարոզչական բան գնաց, որ Արարատը սխալ տարբերակն է, ճիշտ պատասխանն է Արագածը, էս էլ է սխալ, այսինքն օրինակ ինչի ենք մենք այսպես հակադրում էլի Արարատ թե Արագած, հա, այդ ինձ ամենաշատ այսօր Հայաստանում դա է մտահոգում, հա, կարող է մարդը մտածել, որ այո Արագածն է կամ այո Արարատն է, բայց ինչի ենք մարդկանց ոնց որ իրար դեմ հանում, ինչ ենք պառակտում, որ այ դուք պետքա իրար դեմ դուրս գաք, հա, ովքեր ասում են Արագածն է ճիշտ է, ովքեր ասում են Արարատն է սխալ է, թողեք մարդկանց, հա, այդ իրանց ծնողներից, իրանց ազգից եկած այդ ավանդույթներով, դա ամենախելացի բանն է, հա, ժողովրդական այդ իմաստությունը, ամենակայուն, ամենաուժեղ բանն է, մարդիկ որպես կանոն դրանով էլ են առաջնորդվում, բացի այն խմբից մարդկանց, որոնք հաճախ պաշտոնական քարոզչության զոհ են դառնում, դա էլ իմ կարծիքով շատերը շահերից ելներով են ասում, որտեղ ինչ որ պաշտոն ունեն, կորցնելու բան ունեն, գուցե ներքուստել իրենք չեն հավատում իրենց ասացին։ Մի ճշտում էլ կատարեմ, այո, դուք նշեցիք, դա արմատներից կտրելու process է, գործընթաց է։ Որ դեպքերում են դիմում այդ քայլին, ինչու են դա անում, որովհետև ես տեսնում եմ նույնիսկ եվրոպական երկրներ, այսօր Եվրոպան ճգնաժամի մեջ է, եւ շատ երկրներ իրենք վերադառնում են դեպի ազգային պետություն գաղափարին, նույնիսկ Գերմանիան, որը այդ ազգայնական բառից բարդույթ ուներ, նացիստական Գերմանիայի ժամանակներից եկած, նրանք փորձեցին հաղթահարել դա եւ հիմա գնալ դեպի ազգային պետության մոդելի, նույնիսկ իրենց բանակի ռազմավարության հիմքում դնում են ազգային պետության գաղափարը։ Ես տեսնում եմ այլ երկրներ եւս գնում են դրան։ Ինչու են Հայաստանում ուզում այն ինչ որ ազգային է, ավանդական է, արտախիլ անել։ Իշխանություններին դա ինչի է պետք։ Դա արտաքին թելադրանք է։ Դա վերջի վերջում դուք էլ գիտեք, միշտ հանրային կյանքում ակտիվ եք եղել, շատ լավ գիտեք, դա միշտ եղել է Թուրքիայի, Ադրբեջանի պահանջ, չէ՞։ Արարատ սարից սկսած, ցեղասպանության մերժում, այս ամեն ինչը։ Ինչու են անում դա։ Ինչու են ուզում արմատախիլ անեն մեր ազգայինը։ Դե տեսեք, դա իմ կարծիքով ցանկացած պետության ժողովրդի համար ամենավտանգավոր բանն է, որ հնարավոր է անել, որովհետև անթույլատրելի բան է եւ անգամ ասեմ, որ մենք հաճախ Եվրոպայի մասին երբ որ խոսում ենք, մի քիչ ավելի այդպես ծայրահեղացված են մեր պատկերացումները Եվրոպայի հետ, որ այնտեղ բոլորը այսպես լիբերալներ են, բան, բայց երբ որ շփվում ես, տեսնում ես, որ հասարակությունը շատ բազմազան է եւ այսօր էլ հասարակության մեջ, եթե նայում ենք հիմնական երկրները, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, 3 տեղերում էլ լիբերալ ուժերի վարկանիշը սկսել է կտրուկ նվազել։ Պահպանողականներինը, այո, ավելի աճ է։
Դրա համար ես իհարկե շատ մեծ վտանգ եմ տեսնում այս արմատախիլ անելու մեջ, որտեվ դա կարող է կործանարար լինել եւ հաջողության էլ չի հասնելու, եթե անգամ հասնի էլ դա այն մարդիկ, որոնք դա անում են, իրենց համար էլ է լուրջ խնդիրներ ստեղծելու, որտեվ արմատներ չունեցող մարդը, արմատներ չունեցող հասարակությունը ոչինչ չի կարող ստեղծել, ոչ մի արժեք։ Եվ այդ, չգիտեմ, հերոս հարկատուները եւ այդ էլ չի լինելու, հա, որովհետեւ ամենակարևոր բանը մարդու համար արմատներն են։ Այդ անժխտելի բան է եւ դրա մասին հասարակագիտական բազմաթիվ աշխատություններում դա հիմնավորված է։ Հիմա ինչու է փորձում դա արվել, ես փաստեր չունեմ ասելու կոնկրետ ինչի, բայց շատ վտանգավոր ռիսկեր ես այդտեղ տեսնում եմ։ Տեսեք, ցեղասպանության փաստը Լեմկինի ինստիտուտը նույնիսկ միջազգային այդ ինստիտուտը ցեղասպանությունների կանխարգելման քանի հայտարարություն արեց, որ Հայաստանի իշխանությունների խոսույթը պրոթուրքական է։ Թուրքական թեզերը բերում են դաշտ եւ ինչ են ասում, ասենք Անդրանիկ Քոչարյանի պես մեկը ՔՊ-ի падգամավոր ասում է դեռ պետք է հասկանանք իսկապես 1.5 միլիոն է զոհվել, թե չէ պետքա պարզենք։ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստը, պետք է հենց հասկանանք։ Սա այն է, ինչ որ Էրդողանն է ասել։ Էրդողանից առաջ բոլոր ղեկավարներն են Թուրքիայի ասել։ Այսինքն այդ քարոզչությունը հիմա դպրոցի ուսուցիչը ինչ անի, ինչպես վարվի, աշակերտը, լավ, մոռանանք նույնիսկ աշակերտը ինչ անի, ինչպես վարվի այս հանգամանքի հետ։ Տեսեք, այս ամեն ինչը իհարկե ժամանակավոր բաներ են, որովհետև այո, ես գտնում եմ, որ քննադատական մտածողությունը լավ բան է եւ մենք շատ հարցերում պիտի կասկածենք, բայց կան որոշակի հարցեր, որոնք պետքա լինեն աքսիոմատիկ եւ այդտեղ կասկած լինել չի կարող։ Հիմա այսօրվա վտանգն է, որ մեզ առաջարկում են կասկածել այնպիսի հարցերում, որտեղ անթույլատրելի է կասկածը։ Փաստեր կան, նամակներ կան, հանձնարարություններ կան, մակերեսային վիճելի հարցերի շուրջ, հա, բայց չգիտեմ, ցեղասպանության հարցը, Արարատի հարցը, դրանք կասկածելու հարցեր չեն։ Այդտեղ պետք չի կասկած գցել անգամ մարդկանց մեջ, հա, եկեք պարզենք, եկեք ստուգենք, պետք չի, ցանկացած հասարակություն պետքա ունենա աքսիոմաներ։ Այդ աքսիոմաները պետքա չքննարկվեն, հա, որովհետև հասարակությունը պետքա ինչ-որ կայուն հիմքեր ունենա։ Ուրիշ հարց կարող ենք ասել, այս մի հարցում կարող ենք վիճել, քննարկել, բայց կան հենասյուներ, որոնք պետքա աքսիոմատիկ արժեք ունենան, եւ բոլոր նորմալ հասարակություններում այդպես է։ Հիմա եթե մենք փորձում ենք այդ ամեն ինչը դնել մի կողմ, մենք ասենք ինքնության հարցը, ազգային ինքնության հարցը դեգրադացնում ենք եւ բերում ենք հանգեցնում ենք փոքրիկ հարցերի, որ մարդը սկսի մտածել փոքր հարցերի շուրջ, մանր հարցերի շուրջ, իրան կասկածի մեջ գցենք այդ մեծ հարցերի շուրջ ու ինքը ասի լավ, ես գլուխ չեմ հանում, ավելի լավ է ես թաղվեմ իմ փոքր թեմաների մեջ, որտեղ պարզվում է, որ այդ մեծ հարցերը հստակ չեն, կասկածելի են, ու մարդուն այդ ձևով ուզում են, այսպես ասած, դուրս մղել էգզիստենցիալ, գոյաբանական, հիմնարար հարցերից ու տանել դեպի կենցաղային մանր-մուներ հարցերը։ Այդպես նաև շեղում են, չէ, բթացնում են զգոնությունը, վտանգի զգոնությունը։ Երբ որ մարդը հասկանում է, որ իրեն տարիներով ինչ-որ բաներ են սովորեցրել, ընտանիքում, դպրոցում, հասարակության մեջ, հեռուստատեսությամբ, ու հիմա այդ ամեն ինչը կասկածի տակ է դրվում, որն է մարդկանց մի զգալի մասի ռեակցիան, հա, այս մեր խելքի բանը չի, ուրեմն եկեք չզբաղվենք այս հարցերով, հա, տեղի է ունենում հասարակության ապաքաղաքականացում, հասարակության ատոմիզացում, հասարակությունը սկսում է զբաղվել կենցաղային թեմաներով, վարկեր, բանկեր, հարկեր եւ այլն, եւ դա պարարտ հող է ստեղծում, որպեսզի քաղաքական համակարգը դառնա ավելի բռնի։ Եվ հիմա մենք այդ խնդիրը ունենք Հայաստանի իրավիճակը, օրինակ ես կբնութագրեի որպես ադեմիկ, ադեմիան,
այդ այն իրավիճակն է, դեմոսը ժողովուրդն է, չէ՞։ Ադեմյան այդ այն վիճակն է, որ ժողովուրդ չկա։ Այսինքն կա ինչ-որ մոբ, այսպես ասած, մոբը այդ էլ մարդիկ են, որոնք ասենք ինչ-որ ակցիաների են մասնակցում, պատարակներ, ցույցեր, երթեր եւ այլն, կա այդպես ակտիվիստների մոբ, կա ինչ-որ քաղաքական ակտիվ խմբեր կան, կուսակցություններ եւ այլն, իսկ մնացած մասը ժողովրդի, հա, ընդհանրապես զբաղված է, թաղված է կենցաղային հարցերի մեջ եւ դա տեղի ունենում այն պատճառով, որ մարդիկ ինչ որ բաների տասնամյակներով ամբողջ կյանքում հավատացել են ու հիմա մեզ ասում են եկեք դրանք քննարկենք։ Իհարկե այդ վազքը մարդկանց այդ առօրյա խնդիրներով ծանրաբեռնելը նաև նպատակ ունի, խոսենք դրա մասին, տեխնոլոգիա է ինչ-որ իմաստով, որ ինձ մասնագետներից մեկը ասեց, որ օրինակ ասենք, երբ որ սեպտեմբերի 1-ին ընդառաջ գիտեն, այսպես թե այնպես քաղաքը երթևեկությունը ծանրաբեռնվում է ու քաղաքապետարանը որոշում է հենց սեպտեմբերի 1-ի օրերին քաղաքում ինչ-որ ասֆալտապատում անել, դիտմամբ մարդկանց նյարդայնացնում են, ծանրաբեռնում են, որ իրենք այսպես իրենց կյանքում այդ առօրյա խնդիրներով զբաղվեն, ուրիշ բաների մասին չմտածեն, որտեվ անհասկանալի լավ բան է կանում, ասֆալտ է կանում, բայց ինչի են սեպտեմբերի 1-ի օրերին, որ այսպես թե այնպես խառնվում է ամեն ինչ, երթևեկություն եք փոխում, էս եք անում, այն եք անում, մեղք են այս մարդիկ, ինչի եք ծանրաբեռնում։ Պարոն Խաչատրյան, նաև ուզում եմ դուք հատկապես շատ եք շփում ուսուցիչների հետ, դպրոցների ղեկավարների հետ, տնօրինությունների հետ։ Այս հակաեկեղեցական այս արշավը, որ տեղի է ունենում, այո, ինչպես դուք նշեցիք, մոբիլիզացնում են այդ թվում նաև դպրոցների ուսուցիչների։ Իհարկե չեմ խոսում օրինակ Կոջոյանի Գեղարվեստի դպրոցի տնօրինուհու մասին, որ ակտիվ ԿՊ-ական է, նույնիսկ մամուլում գրվեց դպրոցի ինտերնետի փասվորդը Նիկոլ Փաշինյանի անունով էր դրել։ Այս պաթոլոգիկ դեպքերի մասին չեմ խոսում։ Բայց տեսնում ենք նաև, որ մոբիլիզացնում են ուսուցիչների, տնօրենների, ներգրավում են իրենց նույնիսկ այդ բանը սոցիալական ցանցերում, որպեսզի կոմենտներ գրեն, էս անեն, այն անեն։ Այս հակաեկեղեցական շարժումը ինչպես է ընկալվում ուսուցիչների կողմից, դպրոցների կողմից, աշակերտների կողմից, սա եմ ուզում հասկանալ։ Այդպես իհարկե շատ թվային չեմ կարող ասել, որովհետև պարզ է դրա համար պետք է ինչ-որ հարցումներ, բաներ անցկացնել, որակական ավելի փորձեմ գնահատականը տալ, մեծ մասի համար անընդունելի է, շատերի համար անընդունելի է, որովհետև տեսեք, եկեղեցին այն կառույցներից մեկն է, որը ցանկացած հասարակության, այսպես հիմքերից մեկն է։ Հիմա եթե կան ինչ-որ կոնկրետ հարցեր, հա, չգիտեմ, լրտեսության, հանցագործությունների, ապա դրանք կարելի է այլ հարթությունով լուծել։ Բայց հիմա ինչ որ տեղի է ունենում, այդ իմ ասածն է, այսինքն ունենք հասարակություն, որտեղ մեծ թիվ են կազմում հավատացյալները, անգամ եթե մարդը հավատացյալ չէ, բոլորս էլ գիտենք, որ եկեղեցին մեր ազգի պատմության մեջ շատ կարևոր դեր ունի։ Հիմա ինչ իմաստ ունի տևական ժամանակ հասարակությանը ցնցել այս ամեն ինչով, հա, եթե կան ինչ-որ իրավական խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն, բայց ոչ այս ձևով, հա, ինչ-որ պայքարի տարբեր ձևեր, ամեն շրջանում ինչ-որ մի բան մեջտեղ բերել, մի թեզ մեջտեղ բերել, տեսնել դա չի աշխատում, հիմա եկեք այս փորձենք, հիմա եկեք այն փորձենք։ Այս պայքարի այս ձևերը չեմ կարծում, որ կրթական համայնքի մեծ մասին դուր են գալիս, որովհետև նորից եմ ասում, եկեղեցին այն կառույցներից մեկն է, որը հասարակության համար հենարանի դեր ունի։ Անկամ էլի եմ ասում այն մարդկանց համար, որոնք աթեիստ են, որովհետև եկեղեցին ինքը չպետք է իրան դիտենք զուտ որպես հավատի տեսանկյունից, ինքը նաև շատ սոցիալ, հոգեբանական դեր ունի հասարակություններում եւ բավական, այսպես կարևոր արժեք է։ Ու նաև մի բան էլ մենք պետք է հասկանանք, Նասիմ Թալեբն էր իր գրքում խոսում այդ Լինսի էֆեկտի մասին, Լինդի էֆեկտի մասին, որը այն է, որ եթե ինչ-որ մի բան հազարամյակ շարունակ գոյատևել է, չէ, եկեղեցին 1700 ավելի, այո,
տարիներ գոյատևել է, դու չես կարող լինելով ավելի կարճ կենսագրություն ունեցող կառույց, դու չես կարող իրեն, այսպես ասած, խաղից դուրս թողնել։ Այդ շատ վտանգավոր խաղ է։ Լինդի օրենքը դա է ասում, որ եթե ինչ-որ մի կառույց, օրինակ, 1700 տարի գործել է, ապա առաջիկա 1700 տարում էլ առնվազն ինքը շարունակելու է գործել։ Բայց եթե ինչ-որ մի կառույց, ասենք իշխանությունը, ընդհանրենք 8 տարվա իշխանություն է, չէ՞, 8 տարվա իշխանությունը չունի շանս այդքան երկար մնալու։ Այսինքն դու պետք է նաև այս կանոնն էլ ի նկատի ունենաս, այսինքն ինչ կառույցի դեմ ես դուրս գալիս, եւ ելի եմ ասում, եթե կան իրավական խնդիրներ, հա, դա պետքա ընթացք տրվի, բայց ոնց որ թե ընթացք չի տրվում, ինչ որ այլ բաներ, հա, այլ բաներից ենք փորձում կարճել, ու մի տեսակ հասարակության մոտ արհեստականության տպավորություն է առաջանում։ Ես մեկ ուրիշ բացատրություն էլ ունեմ, չգիտեմ ճիշտ է թե չէ, զուտ հասարակագիտական տեսություններ ուսումնասիրելով, տեսեք, այսօրվա իշխանության, ցանկացած իշխանության գլխավոր խնդիրներից մեկը ուշադրություն գրավելն է, մարդկանց ուշադրություն գրավելը։ Այսօր հասարակությունները էլ չեն սիրում գաղափարական ելույթներ, ծրագրային ելույթներ, տրամաբանված մտքեր, այսինքն հասարակության այնքան են դեգրադացվել, որ հասարակությունը էլ չի ուզում ռացիոնալ խոսք։ Հիշեք 90-ական թվականների Հայաստանի ազգային գերագույն խորհուրդը, չէ՞։ Այդ գերագույն խորհրդում մենք լսում էինք հոյակապ մտքեր։ Շատ խելացի մարդիկ էին, ես ինքս շատ բաներ եմ սովորել այդ падգամավորներից, որտեղ նրանց մի մասը գիտնականներ էին, տեսաբաններ էին, անկախ իրենց կողմնորոշումից, բոլորին հետաքրքիր էր լսել, որտեղ ինչ որ քաղաքական բովանդակության բանավեճ կար։ Այո։ Հիմա մենք տեսնում ենք ազգային ժողովում ոչ մի գաղափարական բան չկա, ավելի էմոցիաներ են, հա, միմյանց հակադարձել, ով պորտը տեղը դրեց, ով հակադարձեց, եւ ինչու է այսպես, որտեղ այսօրվա հասարակությունը ավելի դատարկվել է եւ կառավարելիության լավագույն ձևը մարդկանց ուշադրությունը գրավելն է, ուշադրության կենտրոնում լինելը։ Եվ այս ամեն ինչով նաև իշխանությունը այդ խնդիրն է լուծում, այսինքն ինչ որ հրապարակային ակցիաներ անելով, հա, փորձում է հասարակության ուշադրության կենտրոնում մնալ, որտեղ եթե կա այդպիսի բան, անգամ եթե դու նեգատիվ առումով ուշադրության կենտրոնում ես, դա քաղաքական առումով ավելի արժեքավոր է, քան եթե դու այսպես ոչ մի կենտրոնում չես, դուրս ես ուշադրության կենտրոնում։ Դե կարող էր օրինակ լավ գործերով ուշադրության կենտրոնում լիներ, բայց այստեղ թույլ տվեք մտածել եմ այդ ուղղությամբ, որտեղ ըստ էության դուք ասում եք, փորձում եք հասկանալ ինչու են դա անում։ 18 թվականին, պարոն Խաչատրյան, հենց 18 թվականի այդ հեղափոխություն, գունավոր հեղափոխության առաջին իսկ օրից դեպք պատահեց ուսապարկով մեկը բարձրմագլցում էր մայր տաճարի, վերանորոգվող մայր տաճարի վրա, փորձելով սղոցով կտրել խաչը եւ փոխարենը տեղադրել խաչի փոխարեն տեղադրել երկաթե վարդ, կանխվեց Փարքաստու։ Առաջ մի քանի օր էր անցել այդ 18-ի այդ հեղափոխություն կոչվածից ընդամենը։ Այդ օրերին հենց սկսվեց Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը հակաեկեղեցական, այդ կարգալույց նախկին հոգեորականներ էին մասնակցում եւ մարդիկ, որոնց Նիկոլ Փաշինյանը պաշտոնների նշանակեց, որոնք այդ որ ներխուժեցին Վեհարան, հիշում եք, հետո սկսեցին Վեհապարի ճանապարհը փակել, Սարդարապատում փակեցին Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահներ այդ բերետավորները, այսինքն 18-ից սկսած հակաեկեղեցական շարժումը սկսվել է եւ դրա համար այս ուխտերտ կոչվածի ժամանակ կարգալույցերից մեկը, ով Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման ակտիվիստներից էր, լրագրողին ասում է 18-ին սկսած գործը ավարտին ենք հասցնում, հեսա կտեսնեք։ Եվ սրան զուգահեռ Թուրքիայի եւ Ադրբեջանի թիրախում է եղել պատմականորեն եւ հիմա էլ հայ առաքելական եկեղեցին։ Այս ընթացքում 18-ից հետո Չավուշօղլին լիներ, Չավուշօղլուն Թուրքիայի նախկին արտգործնախարարը, ներկայինս լինի, Էրդողանը, Սփյուռքը եւ եկեղեցին թիրախում է։ Ադրբեջանի
հոգևոր առաջնորդը Փաշազադեն ասում է Էջմիածինը հայկական հող է, վեհապարին եկեղեցուն անվանում է ռևանշիստներ, ասում է որ պետք է հարցերը լուծեն, խանգարում է Արցախայության վերադարձի հարց է խոսում Շվեյցարիայում վեհապար հայրապետը չպետք է խոսվի։ Փաշազադեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդը ասում է մենք պետք է գանք մսկիթներ բացենք, մսկիթները վերականգնենք եւ պետք է Երևանի Ղազիաթ ստեղծենք։ Այսինքն սա ուղակի Փաշինյանի PR-ը չի միայն, որից օգտվում է այդ աղմուկ առաջացնելով։ Սա եմ ուզում հասկանանք։ Սա էլի չի ստացվում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հասնում են իրենց նպատակին։ Տեսեք 18 թվականի հետ կապված ես կարծում եմ, որ այդ շարժումը հիմնականում այսպես զգուշացման կամ մահակի պես մի բան էր, որ եկեղեցին ինչ որ այլ ուղղությամբ չգնա, հա, այսպես զգուշացում էր, որ տեսեք խելոք մնացեք, կարող է այսպիսի շարժում նաև տեղի ունենա, բայց հետո կարծեք թե կրքերը հանդարտվեցին եւ նույնիսկ հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իշխանությունը չի խառնվում եկեղեցու գործերին եւ այդպիսով այդ շարժումը, այսպես ասած, փակվեց։ Բայց ես կարծում եմ, որ այդ շարժման իմաստը այն էր, որ այսպես զգուշացման խելոք մնացեք, թե չէ, հա, շարժում էր, որ հանկարծ չփորձեք, որովհետեւ կարող է նաեւ նոր Հայաստանը ավարտվի նոր հայրապետով, բայց ենթադրաբար այդ շրջանում խնդիր կարգավորվեց եւ համատեղ աշխատանք իրականացվեց, բայց հետո երբ որ սկսվեց այդ հայ եկեղեցու պատմություն առարկայի դպրոցից հանելու գործընթացը, այդ ժամանակ էլի լարվածություն առաջացավ եկեղեցու եւ կառավարության միջև, հիշում եք այդ պատմությունները։ Այո, այսինքն բայց Փաշինյանը ինքը հայտարարում էր մի բան, բայց տակից ուրիշ process էր անում եկեղեցու դեմ։ Բայց այստեղ կարծում եմ շատ բան փոխվեց 2020 թվականից հետո, եւ եկեղեցու մասով, եւ բուհերի մասով, հա, կրթության առումով էլ ասեմ, որտեղ հիշում եք նույն 2018-19 թվերին հայտարարվում էր, որ ռեկտորներին պետք է ընտրեն ուսանողները եւ դասախոսները, բայց երբ որ 20 թվականից հետո որոշ բուհեր եւ նաեւ հայ առաքելական եկեղեցին հանդես եկան վարչապետի հրաժարականի պահանջով, հա, իրավիճակը կտրուկ փոխվեց եւ եկեղեցու հանդեպ եւ բուհերի հանդեպ։ Եվ դա կարծեմ Նիկոլ Փաշինյանը մի անգամ նույնիսկ ինքն էլ է խոստովանել, որ շատ վտանգավոր է բուհերին այդ ինքնուրույնություն տալը եւ պետքա ասպես կոնտրոլի տակ պահել։ Պետքա կոնտրոլի տակ պահենք, որպեսզի բուհերը չքաղաքականանան։ Բայց հիմա բուհերը առավել քաղաքականացված են, չէ՞, պարոն Խաչատրյան։ Այո, ԿՊ-ն միջամտում է բուհերին, որպեսզի թույլ չտա, որպեսզի բուհերը կուսակցական ինչ-որ քաղաքական բան ստանան։ Այդ մի քիչ վիճելի միտքեր իհարկե, բայց պարզ է ինչ տեղի ունեցավ, արդեն պարզ է 20 թվականից հետո իշխանության դիրքերը որ թուլացան, արդեն հսկողությունը բուհական համակարգի, կրթական համակարգի եւ եկեղեցու հանդեպ ուժեղացավ։ Իհարկե դրանից հետո արդեն երբ որ վերջնականապես Արցախը իշխանությունները ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս, արդեն պարզ է, որ այդտեղ արդեն նաեւ եկեղեցին բավական խոչընդոտ էր եւ իհարկե նաեւ այս իմաստով բոլորիս հայտնի է, որ եկեղեցին բավական վարկանիշ ունեցող 70-ից 80% վարկանիշ ունի։ Կովկասյան բարոմետրի եւ այլ հետազոտությունների բավական ուժեղ ինստիտուտ է եւ կարծում եմ, որ այս ամեն ինչը գումարվեց իրար, պատերազմի պարտությունը, ադրբեջանական այդ ագրեսիվ կեցվածքը Հայաստանի եւ եկեղեցու հանդեպ եւ իշխանության դիրքերի թուլացումը, այս ամեն ինչը հավաքվեց եւ հիմա ունենք այս իրավիճակը։ Ես այսպես եմ մտածում, եթե որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, եթե եկեղեցին վեհապար հայրապետը չխոսեր Արցախի մասին, Արցախահայերի վերադարձի իրավունքների մասին եւ առհասարակ այն ինչ որ տեղի ունենում չարձագանքեր, ես ինքս որպես հետևորդ եկեղեցու կասեի ինչու եք լուր, որտեվ ես այդ ինստիտուտից խոսք եմ ուզում լսել, չէ՞։ Այսինքն եթե իրենք համարում են դա միջամտություն, բայց դա միջամտություն չէ, նրանք ընտրություններին չեն մասնակցում, չէ՞, բայց խոսք պետք է ասեն, այդպես չի։
Այո, տեսեք, այստեղ նաև հակափաստարկ է բերվում այն իմաստով, որ ասում են այդ դեպքում ինչու նախկին ժամանակներում եկեղեցին չէր արձագանքում, բայց էս էլ խնդիր է, այսինքն օրինակի համար ենթադրենք նախկին իրադարձությունների ժամանակ, հա, հիմնականում ի նկատի ունեն մարտի 1-ի դեպքերը, դա չի նշանակում, որ եթե նախկինում չի արձագանքել, ապա հիմա էլ չպետք է արձագանքի, հա։ Հնարավոր է, որ ինչ-որ բան է փոխվել։ Ներողություն, այստեղ մի ճշտում, պարոն Խաչատրյան, դուք էլ եք նաև եղել ժամանակին մեդիայում։ Ես էլ մարտի 1-ի ժամանակ եկեղեցականներ, բաներ, հիմա ինչ անեմ, հանեմ այդ թվականների արխիվները ցույց տամ, որ եկեղեցականները, հոգևորականները չեն լռել, որ խիստ քննադատության են ենթարկել իշխանություններին, հա, իսկ Մայրաթորը փորձել է, հա, դա ուրիշ բան է։ Կներեք, Արցախի հանձնումն ու մարտի 1-ը նույնն է։ Չէ, տեսեք, այստեղ մի բան ինձ դուր չի գալիս, եթե անգամ նախկինում ինչ-որ բաներ ճիշտ չեն արվել, դա հիմք չի տալիս ասելու, որ այ այդ ոնց այն ժամանակ էսպես էր, հիմա էլ պետք է այսպես լինի, չէ։ Հիմա հակառակը, եկեք ուրախանանք, որ եկեղեցին սկզբունքային դիրքորոշում է հայտնել։ Ինչ ենք դրա համար տխրում։ Եթե մենք հայտարարում ենք, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հա, հիմա մարդիկ էլ իրենց դիրքորոշումը հայտնում են քաղաքացիական։ Ինչ կա այդտեղ վատ։ Ինչ ենք անընդհատ համեմատություններ անում անցյալի հետ, նախկինների հետ։ Հա, բա դուք ասում եք նոր եք, այո։ Հիմա այդպիսի մի բան կա, որ այդ անգլերենում կոչվում է whataboutism, այսինքն whataboutism, լավն է ինչ։ Whataboutism-ը այդն է, որ դու մի բան ասում ես, քեզ հակաճառում են, ասում են, բա լավ էր, որ այն ժամանակ այսպես էր։ Հիմա հոկերակը չենք ընկել, մենք անընդհատ պետք է այդ փորփրենք անցյալը, հա։ Հա, բայց դա որ դեպքում է լինում, երբ որ դու քո կյանքում, քո, ասենք 8 տարվա մեջ, դու չես որևէ ձեռքբերում էական չունես, որ դնես։ Ասֆալտը ձեռքբերում չի։ Ասֆալտը, հա, այսպես բաներ անել, դա ձեռքբերում չի։ Դու մեծ հաշվով չունես կողքը, դու միայն ձախողել ես, պարտվել ես, կորուստներ ես տվել, զիջել ես, տարածքներ ես զիջել, վտանգներ ես, դու բան չունես կողքը դնելու։ Ինչ ասում են ասֆալտը։ Ինչ ասֆալտ։ Հասկանում եք։ Հա, չէ, դե իհարկե, նույնիսկ եթե մենք խոսում ենք ոչ միայն ասֆալտի, այլ դպրոցական շենքերի կառուցման, ուսուցիչների որոշ մասի աշխատավարձերի մասին, հա, դրանք լավ բաներ են, իհարկե, ես բան չունեմ ասելու, բայց դա դեռևս չի նշանակում համակարգային զարգացում, հա, որովհետև երբ որ դու շատ փող ես դնում համակարգում, դա նաև մեծացնում է քո պատասխանատվությունը ավելի լավ արդյունք տալու, որովհետև խնդիրը միայն փող ծախսելը չէ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ անցած տարի բարձրացվեցին, կրկնապատկվեցին փոքր բիզնեսի հարկերը, այսինքն մարդիկ ստիպված եղան ավելի շատ հարկեր տալ, պարտքեր են վերցրել միջազգային արտաքին, հա, պարզ է, այդ ճանապարհներով մուտքերը ավելանում են։ Հիմա, բայց այստեղ ամենակարևոր հարցը այն է, թե այս ամեն ինչը ինչ արդյունք է տալու, որովհետև դա է կարևորը։ Շենքը որոշ ազդեցություն ունենում է։ Հա, բայց շենքին մի բան հակադրեմ։ 240-ից ավելի դպրոցներ էլ փակվել են, ճիշտ է։ Չէ, դեռ չէ, դա պետք է իրականացվի 2026 թվականի աշնանը։ Դե, այսինքն ծրագրում դա է։ Դպրոցները միավորվում են, այսինքն մի քանի դպրոց գյուղում դպրոց չի լինում, երեխաները հաճախում են հարակից գյուղերից մեկը։ Այսինքն մի կողմից ցույց են տալիս, որ վերանորոգում ենք, սարքում ենք, չգիտեմ, ես ենք անում, մյուս կողմից նաև փակվելու վտանգն է։ Հա, այդ շատ բարդ հարց է, դպրոցների փակման հարցը, որտեղ ինքը երկու երես ունի։ Մի երեսը այնա, որ շատ փոքր գյուղերի դպրոցներում կրթության որակ չես կարող ապահովել, որտեղ 5 հոգանոց դպրոցում, 10 հոգանոց, 20 հոգանոց դպրոցում երեխաները միայնակ 2 հոգով նստած են դասարանում, այդ որակ չի։ Բայց մյուս կողմից հասկանալի է, որ եթե մենք գյուղի դպրոցը փակում ենք, ըստ էության մենք գյուղին զրկում ենք շատ բաներից, որտեղ դպրոցի ներկայությունը գյուղում, դա ինչ որ կյանքի նշան է, չէ, ասենք գյուղում սեպտեմբերի 1 կա։ Դա գյուղին ինչ որ բան է տալիս, հա, հույս է տալիս, գյուղացիները տեսնում են երեխաները դպրոց են գնում, դպրոցի դիմաց երաժշտություն է եւ այլն, այսինքն դպրոցը ինչ որ
մշակութային միջավայրի մաս է գյուղը։ Այսինքն ոչ թե մտածում են ինչպես անեն, որ այդ դպրոցում երեխաները շատանան, որ ծնելիությունը բարձրանա, որ դպրոցում բովանդակություն տան, այսինքն հա, այն չեն անում, փակելը հեշտ է։ Հա, հիմա իհարկե այս որոշումը մեծ ռիսկ ունի, որտեղ արդեն parz է ով հնարավորություն ունի այդ գյուղից դուրս կգա արդեն, կգնան այն գյուղը, որտեղ դպրոց կա, կմնան այս գյուղում միայն այն մարդիկ, որոնք ծայրահեղ այսպես վիճակում են եւ ոչ մի շանս չունեն իրենց գյուղը կողքի գյուղից ինչ որ մի բան գնելու կամ շատ կապված են, ու այդ իմաստով իհարկե այդ փոքր գյուղերը ել ավելի կնոսրանան, Պլյուս կավելանան նաև որոշակի, այսպես ասած, լոգիստիկ խնդիրներ, որովհետև գիտեք հաճախ երեխաներին անհրաժեշտ է լինում վատ են զգում տի հետ կան տուն, հա, հիմա արդյոք մենք պատրաստ ենք մի երեխայի այդ ավտոբուսով հետ բերել իր տուն, թե ծնողը գատանի, եթե ծնողը գատանի ում հաշվին, եթե դպրոցի բյուջեից է ում հաշվին, օրինակ ժամանակին շատ լավ ծրագիր կար այս թեմայի շուրջ փոխնախարար կրթության Դավիթ Սահակյանն էր այդ ծրագիրը առաջ տանում եւ իմ կարծիքով շատ ողջամիտ, ավելի ողջամիտ տարբերակ էր առաջարկվում էր որ գոնե այդ գյուղերը որ շատ փոքր են 1-ից 4-րդ դասարան ունենան որպեսզի այդ մինչև 10 տարեկան երեխաներին տասնյակ կիլոմետրերով չտանենք բերենք, հա դա բավական խնդիր է երեխան մի քիչ ադապտացվի դպրոցին հերիք չի դպրոցին պետք է ադապտացվի մի հատ էլ իրան տանում են ուրիշ գյուղ հա սա հոգեբանական տեսանկյունից խնդիր է եւ առաջարկվում էր 1-ից 4-րդ դասարանը պահել որ բոլոր գյուղերում 5-րդ դասարանից սկսած արդեն տանել այդ խոշոր դպրոցը օրինակ իմ կարծիքով սա լավ բան էր որտեղ ստեղ նաեւ աշխատանքի հարց է Չէ, հիմա օրինակ այդ ուսուցիչների մի մասը աշխատանք կորցնելու խնդիր ունի, տնօրենը, տեխնիկական աշխատողները, այսինքն նաև գյուղում պակասում են աշխատատեղերը, սա էլ կբերի արտագաղթի այդ գյուղից։ Կարելի է նաև, ասենք այդ դպրոցի տարածքը նաև այլ բանով, բացի այդ առաջինից 1-ից 4 դասարաններ, տարբեր մասնագիտական ինչ որ դասընթացների բաներ բացել գյուղի համար, չէ, ի վերջո։ Հետո գիտեք, ինժեներական եւ այլ նուրբ հարց է եւ քանի որ ես բավական լավ գիտեմ դպրոցները, ասեմ որ մենք ունենք դպրոցներ, որոնք փակման ենթակա են, բայց շատ ափսոս են, այնպես կոնկրետ դպրոցներ կան, որտեղ իրենք լավ դպրոցներ են եւ ափսոս է այդ դպրոցները փակելը, չեմ ասում բոլորի մասին, բայց կան։ Դրա համար նաեւ պետք է անհատական մոտեցում էլ ցուցաբերել։ Դե հասկանալ նաեւ դպրոցի կոնկրետ արդյունքները։ Այստեղ իհարկե անվտանգային հարցեր էլ է առաջանում, որովհետև եթե դպրոցը փակելով այդ յուղը կարող է դատարկվելու վտանգի առաջ կանգնել մանավանդ սահմանամերձ յուղերը, հա, իսկ ինչ է ուզում թշնամին, նաև դա, որպեսզի այդտեղ հայկական բնակավայրերը գնալով ոչնչանան, դատարկվեն, չէ, այդ խնդիրն էլ կա, չգիտեմ։ Պարոն Խաչատրյան, տեսեք, շատ է քննարկվում, շահարկվում այս իշխանությունների կողմից այն հարցը, մանավանդ երբ որ падգամավորներին 3 միլիոնից ավելի պարգևավճարներ տվեցին հերթական անգամ, անընդհատ են ստանում, դե գիտեք, կառավարության անդամներին ավելի քան 3 միլիոնից ավելի, նույնիսկ 6-ից 9 միլիոնի մասին էր խոսվում առանձին կառավարության անդամների աշխատակազմին միլիարդներ են, հա, ծախսվում այս սուղ պայմաններում։ Ես հիշում եմ արտահայտության նախարար Սրփուի Գալյանին, երբ որ լրագրողները հարցնում էին, բա ինչու ես օրինակ, ինչպես ես կարողացել տունը առնես $200,000-անոց, ասում է, ծանր աշխատանք եմ անում, բա կարողա չպետք է առնեի, այսինքն հələ հարցեր կան, բայց ծանր աշխատանք եմ անում։ Պարգևավճարներ, ասում է, հա, դե ուսուցիչներն էլ են բան անում։ Ուսուցիչ կա, ասում է, $700,000 է ստանում։ Այսպես ծամոն են դարձրել, հա, Փաշինյանի այդ հայտարարությունը, որ օգտագործում է քարոզչական նպատակով, որ Հայաստանում հարյուրավոր ուսուցիչներ ստանում են $500,000-ից ավելի, որոշները $700,000, այս նույն բաները կրկնում են։ Ընտրությունների են պատրաստում, այս քարոզչությունը տանում են։ Բայց ես կարդում էի նաև ձեր էջում
Դուք parzabanել եք դա ինչ է, ես կուզեմ սա բացենք, հա, եւ ես տեսնում եմ այդ ուսուցիչների տանջանքը, որոնք նույնիսկ 300,000 դրամ են ստանում ատեստավորումից հետո, մեղքս գալիս էին անկեղծ ասած։ Փորձենք սա բացատրել։ Քանի հոգի է ստանում 700,000, քանի հոգի է ստանում 500,000, 300,000 ստացողները, որ այսպես դարձրել են բան, մեծ թեմա, խնդրեմ։ Հա, ու իհարկե այդ թիվերը փոխվում է, որտեվ օրինակ օրերս նոր ուսուցիչներ տարակարգեր ստացան եւ բնականաբար կարող է արդեն փետրվարից, նաեւ հունվարից էլ որոշ ուսուցիչներ կամավոր ատեստացիայի իման վրա ավելի բարձր կվարձատրվեն։ Այդ թիվը փոփոխական է, բայց մի բան ակնհայտ է, որ այդ ուսուցիչները, որոնք ստանում են 600,000, 700,000, քանի հոգի են։ 700,000-ը վերջի տվյալով 13 հոգի են, բայց այստեղ մի կարևոր նրբություն կա, այդ ուսուցիչները աշխատում են 1.5 դրույք։ Այսինքն սա եկեք հիմք ընդունենք, հա։ 60 ժամ թե ավելի։ Շաբաթը։ Չէ, շաբաթը 30 ժամ, որը իմ կարծիքով բավական ծանր ծանրաբեռնվածություն է, անգամ ես կասեի անթույլատրելի, որովհետև դա նշանակում է ուսուցիչը օրական 6 ժամ դաս է անում, այսինքն աշակերտի ռեժիմով։ Բայց գիտենք, որ այդ 700,000 ստացող ուսուցիչը նաև դասղեկ պետքա լինի, պետքա մեթոդ միավորման նախագահ լինի, որոնք լրացուցիչ պարտականություններ են եւ նորից ուսուցիչից պահանջում են, եթե դուք դասղեկ եք, հա, դա նշանակում է 30 աշակերտի, 30 ծնողի հետ պիտի անընդհատ կապի մեջ լինեք։ Պիտի անընդհատ մատյաններ լրացնեք, գրավորներ ստուգեք, թեմատիկ պլան, դասի պլան գրեք եւ այլն եւ այլն։ Հիմա այս մարդու վիճակը պատկերացրեք, հա, այնպես որ այդ որ ասում են 700,000, հա, դա 1 դրույքի աշխատավարձ չի։ Դա մոտավորապես նույն բանն է, ոնց որ ասենք նախարարը 1.5 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում 1 դրույքի դիմաց, կարող է ասենք օրինակ մի տեղ էլ աշխատի, դասավանդի օրինակ, եւ լրացիչ փող ստանա, ու այդ երկուսը գումարենք իրար, ասենք նախարարը ստանում է 2.5 միլիոն փող։ Բայց այդ 2.5 միլիոնը հաշվում է իր 1.5 դրույքը արդեն լրացիչ աշխատանք անում այդ մարդը։ Այո։ 1 դրույք աշխատող ուսուցիչը, 1 դրույքով աշխատող ուսուցիչը առավելագույնը կարող է մոտենալ 500,000-ի, առավելագույնը։ Որոշ ուսուցիչներ, որոշ առարկաների չեն էլ կարող, որովհետև կա 5 առարկա, որոնց ուսուցիչներին պետությունը 25%, այս պարագայում 50,000 լրավճար է տալիս։ Ֆիզիկա, քիմիա, այդ կենսաբան այդ առարկաներն են։ Օրինակ պատմության ուսուցիչը, մաթեմատիկայի ուսուցիչը, իրանք չեն կարող 500,000 ստանալ, որտեղ այդ 50,000 լրավճարը իրանց չի հասնում։ Ինչու՞։ Որովհետև պետությունը որոշել է, որ 5 առարկաների գծով ուսուցիչները պետք է լրավճար ստանան։ Տրամաբանությունը այն է, որ ժամանականակը քիչ է այդ առարկաների եւ մարդը շատ հաճախ 6 ժամով, 12 ժամով է աշխատում, հետեւաբար իրան մի քիչ լրավճար տանք, որ ինքը ուզենա գա դպրոց։ Իհարկե սա այդքան էլ այսպես տրամաբանական չի, որովհետեւ ստացվում է, որ մյուս առարկաների հանդեպ մենք խտրական վերաբերմունք ենք ցույց տալիս։ Եվ շատ հաճախ նույն ժամերը կարող են ունենալ այդ ուսուցիչները մաթեմատիկայի եւ քիմիայի, բայց վարձատրվեն տարբեր չափերով։ Այնպես որ այստեղ մենք ուզում ենք մի բան էլ ասել, որ մենք պետք է խոսենք համակարգի մասին։ Մա մենք ավելի շատ ոնց որ այս հարցը դարձրել ենք սպորտ։ Այսինքն ամեն նիստին կառավարության, որ ասում եմ մի քանի հատ ենք մեդալ բերել, հիմա էսա, մի քանի ուսուցիչ ենք բերել, որոնց աշխատավարձը բարձրացել է, բայց այստեղ պետք է նաև մենք խոսենք այն մյուս ուսուցիչների մասին։ Ընդհանրապես իմ կարծիքով որը ավելի մեծ թիվ է կառավարությունը պետք է խոսի ոչ թե չեմպիոն ուսուցիչների մասին, այդ չեմպիոն բառը ես փոխվարչապետի բառն եմ օգտագործում, ես չեմպիոն ուսուցիչ բառի հետ մի քիչ տարաձայնություն ունեմ։ Կառավարությունը չպետք է զբաղվի միայն չեմպիոն ուսուցիչներով։ Մենք այսօր ունենք 200 ուսուցիչ, որոնք աշխատանք են կորցնելու, որտեղ չեն հաղթահարել եւ դի դուրս գան
Հիմա նախարարությունը իրենց լրացուցիչ հնարավորություն է տալիս։ Ամեն տարի այս ուսուցիչների թիվը ավելանալու է։ Մենք ինչ ենք անելու։ Ընդհանրապես կառավարությունը իմ կարծիքով ավելի շատ պետք է մտահոգվի համակարգի թույլ օղակների մասին, ոչ թե ուժեղ օղակների։ Ուժեղ օղակները կարող են իրենց գլխի ճարը տեսնել, բայց կառավարման արդյունավետությունը հաճախ չափվում է թույլ օղակի թույլությամբ։ Եթե քո թույլ օղակը շատ թույլ է, այդ դեպքում ուրեմն դու լավ չես աշխատում։ Իսկ ուժեղները իհարկե հիմա կան Հայաստանում ուսուցիչներ, որոնք, չգիտեմ, լավ են տիրապետում իրենց առարկային կամ կրկնուսույց են, կամ ավագ դպրոցի ուսուցիչ են, իրենց մի քիչ բախտի խնդիր էլ կա այստեղ, էլի, որտեղ այն ուսուցիչները, որոնք աշխատում են հիմնական դպրոցներում, իրանք 9-րդ դասարանից բարձր չեն դասավանդում, եւ իրենց համար ավելի դժվար է կամավոր ատեստացիան հաղթահարելը։ Ավագ դպրոցի ծրագիրը ավելի բարդ է եւ ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների համար ավելի հեշտ է։ Հա, այստեղ իհարկե կա այդ ռոպագանդայի էլեմենտը, քարոզչության էլեմենտը, բայց ակնհայտ է, որ այս պահի դրությամբ դերևս ճնշող մեծամասնությունը ուսուցիչների շարունակում է ստանալ բավական ցածր աշխատավարձ։ Այսինքն դա ուղղակի զուտ քարոզչություն է։ Ну, թող լինի քարոզչություն, հա, ես ուրախ եմ, թող ստանան ուսուցիչները բարձր աշխատավարձ, բայց ինձ մտահոգում է այն, թե սա ինչ արդյունքի կբերի։ Այո, եթե այդքան ծանրաբեռնված ուսուցիչ է, ինչ է կարողանալու փոխանցել երեխային։ Եվ հիմա նայեք, այս ուսուցիչների աշխատավարձը որ բարձրացնում ենք, իրենք ամեն ինչ անելու են շատ ժամ վերցնեն։ Նույնիսկ կարող է գնան 2-3 դպրոցում աշխատեն ուսուցիչները, որ շատ ստանան։ Եվ հիմա ստեղ պետք է արդեն տեսնենք, որ շատ այդպես մասնագիտական այրում չլինի, որակի խնդիր չառաջանա, ինչու ոչ հոգեկան, ֆիզիկական առողջության, որտեղ այսօր դասարան մտնելը դա խաղոպար չի։ 6 ժամ դաս տալը դա հոգեկան առումով բավական ծանր աշխատանք է, եթե դու լուրջ ես վերաբերվում։ Եթե ժամավաճառությունն է, ոչինչ, բայց եթե ուսուցիչը նվիրված դասավանդում է, 6 ժամը դա արդեն մարդուն մաշեցնում է։ Նաև խոսել էիք այն անարդար կողմի մասին, տնօրենի աշխատավարձի եւ ուսուցիչների աշխատավարձի տարբերության մասին, հա, ստացվում է ենթական ավելի բան է զգում, բայց տնօրենությունը ավելի մեծ պատասխանատվություն է, չէ՞, կրում բոլորի համար է պատասխանատվություն կրում։ Ինչու՞ չեն դա էլ բարձրացնում, եթե այդպես է։ Եվ ես ասեմ, մենք հիմա Հայաստանում ունենք դպրոցներ, որոնք տարիներով տնօրեն չունեն։ Տասնյակ մրցույթներ են անցկացվում այդ դպրոցներում, մի քանի տասնյակ։ Ոչ ոք չի անցնում։ Ունենք դպրոցներ, որ դիմորդ չկա տնօրենի, ոչ ոք չի ուզում տնօրեն դառնալ։ Այսպիսի դեպքեր ունենք։ Եվ դա նաև ճիշտ չէ, հա, որ ասենք հիմնարկի ղեկավարը ցածր վճարվի։ Օրինակ դուք ոնց կնայեք, եթե ասենք նախարարության բաժնի պետը ավելի բարձր աշխատավարձ ստանա, քան նախարարը։ Հա, ճիշտ չէ, չէ։ Նույնը հիմա դպրոցներում մարդիկ չեն ուզում տնօրեն աշխատել, որովհետև աշխատավարձը ցածր է, պատասխանատվությունը չափազանց բարձր է, մանավանդ հիմա, որտեվ դպրոցի ռեյտինգ է հիմա ներմուծվում, դպրոցները պետք է ռեյտինգներ ունենան նորից, եւ մարդիկ չեն ուզում ավելի լավ է գնալ ատեստավորվել, ուսուցիչ աշխատել, քան պատասխանատվություն վերցնել ու տնօրեն դառնալ։ Իսկ տնօրենը շատ կարևոր մարդ է, եւ եթե մենք սասանում ենք այս աստիճանը արդարության, որ ավելի բարձր պաշտոն ստացողը ավելի բարձր պիտի վճարվի, դա նաև ինստիտուտի համար, դպրոց ինստիտուտի համար լավ չի։ Ես տեսա, որ շատ ուսուցիչներ նույնիսկ գրել էին ձեր այդ գրառումների տակ, շատ կարևոր թեմա եք բարձրացրել նաև այս օրերին, այն դեպքում, երբ որ որոշ երկրներ իսկապես սահմանափակում են դպրոցական երեխաների, անչափահասների սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորությունները, օրենքի ուժով սահմանափակումներ են դնում, այո, դուք ճիշտ նկատեցիք, հանրային հեռուստաընկերությունը լինի կամ բան, ինչու՞ չէ, իշխանությունները, չէ, TikTok-ներն, այսինքն TikTok-ներն ու Facebook-ները, այդ ֆեյքերի աշխատատեղեր, դա է խրախուսվում։ Դա է խրախուսում, այսինքն ամեն ինչ անում է, նույն Նիկոլ Փաշինյանը այդ որ բարի լույս է անում, ինչ որ սրտիկ է անում, ինքը այդ product-ում համար է ստեղծում։ TikTok-ների, չգիտեմ ինչերի, դա այդ նույն բանի քարոզչությունն է։ Այո։ Հիմա
Ինչու Հայաստանը չի գնում դրան այդ սահմանափակումներին։ Իհարկե դպրոցներ կան, ես գիտեմ, նույն օրինակ իմ որդու դպրոցում հեռախոսները փակվում են համապատասխան բանում Երևանի դպրոցներում փորձում են հիմա անել։ Դպրոցներում որոշ, բայց դա դպրոցի ղեկավարության որոշումն է ու շատ ճիշտ որոշում է, որը սահմանափակում է, իսկ առհասարակ, հա, ինչու դա չի արվում, այդ վտանգը։ Այդ շատ կարևոր հարց է, որովհետև շատ անգամ հիմա մեծ թվով զոհեր կան, այսպես եմ ասում, սոցիալական ցանցերի պատճառով զոհված, մահացած երեխաներ։ Բոլոր երկրներում կան դատական process-ներ, որտեղ երեխայը մահացել, սպանություն է տեղի ունեցել, ինքնասպանություն եւ այլն, եւ ամեն ինչը տեղի ունեցել սոցիալական ցանցերի ազդեցության արդյունքում եւ հսկայական դատական ակտեր կան աշխարհում։ Մյուս կողմից նաեւ հետազոտությունները ցույց են տալիս, որ կրթության որակը կտրուկ անկում է ապրում, երեխաների ուշքում միտքը սոցիալական ցանցերն է, իրենք գտնվում են ձևավորման process-ում եւ ձևավորվող երեխայի վրա սոցիալական ցանցերը շատ բացասական ազդեցություն են ունենում։ Մեծահասակի վրա էլ, բայց մեծահասակը էլի գոնե ինքը ձևավորված մարդ է, հա, կարող է ինքնապաշտպանվել կամ կայուն է ավելի երեխաների էմոցիոնալ առողջության վրա ահռելի բացասական ազդեցություն է ունենում, այսինքն այստեղ արդեն այլևս որևէ հարց չկա, նույնիսկ ես տեսա, որ Մակրոնը Դավոսում գտնվելու ժամանակ հանդիպել էր մի հայտնի հոգեբանի հետ եւ ասել էր, որ Ֆրանսիան արդեն գնում է արգելման ուղղությամբ եւ արդեն որոշումներ են կայացվում, այսինքն նույնիսկ երկրների նախագահները հա մտահոգված են եւ հոգեբանների հետ քննարկումներ, հանդիպումներ են անցկացնում այս սահմանափակումները անելու համար։ Եւ սա ակնհայտ է, որովհետեւ նաեւ ֆինանսական մախինացիաներ են, չէ՞ լինում, սոցիալական կապերի կամ այդ նույն WhatsApp-ների, Viber-ների, Սամվելը Մարտիրոսյան անընդհատ էս բանն է տանում, հա։ Հսկայական, այսինքն այստեղ արդեն քննարկելու բան չկա, որ արդեն ամեն ինչ կարծեք թե ակնհայտ է, ուղղակի պետք է հասկանալ ինչպես ենք դա անելու, հա, որտեվ դա այդքան հեշտ բան չի եւ Հայաստանի նման երկրում վերահսկելն էլ հեշտ չի, միշտ կարող են ինչ որ երեխաները խորամանկ ձևերով, հա, փորձել շրջանցել, բայց պետք է այս ուղղությամբ մտածել եւ սա շատ կարեւոր է, այո, ճիշտ եք ասում, Հայաստանում ցավոք Facebook-ը, TikTok-ը, Instagram-ը դարձել են քաղաքական հարթակներ, եւ նաեւ դա է օգտագործվում, բայց կարծում եմ մեր օրերում սրտացավությունը ավելի կարևոր բան է, քան սրտիկները։ Հիմա մենք ոնց որ ավելի սրտիկներով ենք ապրում, բայց մեզ պետքա սրտացավություն եւ կարծում եմ, որ Հայաստանն էլ պետքա շատ արագ սկսի այս քննարկումները, մանավանդ 2023 թվականին արդեն 3 տարի համարյա անցավ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն պետություններին զգուշացրել է, որ պետքա սմարթֆոնների եւ այլնի օգտագործումը երեխաների շրջանում վերահսկել, սահմանափակել, արդեն 3 տարի այդ երաշխավորությունը կա։ Բայց մենք շատ դանդաղ ենք շարժվում, այս պահի դրությամբ միայն Երևանը ունի որոշում դպրոցների հետ կապված, մնացած առումներով թողնված է դպրոցներին։ Պարոն Խաչատրյան, վերջում այս պահի դրությամբ որ ամենակարևոր խնդիրը կառանձնացեք կրթության ոլորտի, որը ասենք կամ 1-2 խնդիր, որի մասին չենք կարող խնդիրները շատ են խոսենք, բայց որոնք կառանձնացնեք, որոնք շատ ֆունդամենտալ ու կարևոր խորքային խնդիրներ են ու լուծում են պահանջում։ Առաջինը դասագրքերի հարցն է ինձ համար, երկրորդը դպրոցների կառավարման հարցը, նաև ինչու ոչ բուհերի դասագրքերի հետ կապված, այստեղ պետք է ասեմ, որ մենք դասագրքերի, այսպես ասած, մրցույթի առաջին փուլը ըստ էության ավարտվեց, գրեթե բոլոր առարկաների մրցույթները, բայց ունեցանք լրջագույն խնդիրներ։ Օրինակ, ունեցանք դասագրքեր, որոնք առ այսօր չկան։ Օրինակ հայոց պատմության ավագ դպրոցի դասագրքեր 2 տարի է 10-րդ դասարանը չկա, երեխաներին ինչ որ քսերոքսներ են տալիս, հեռախոսին են ֆայլեր ուղարկում,
ուսուցիչները դասագիր չունեն, մի դասանինը տեսել եք այդ նոր գրքերը աղմուկը հիշում եք։ Այո, հիմա այս մի խնդիր, դասագրքերի բացակայություն։ Որոշ առարկաներից 5 գրքերն են օգտագործում։ Իսկ ինչու չի լուծվում այդ խնդիրը։ Ոնց փողը ունեն չկան, չէ, հենց այդ օրինակ տեսեք ֆինանսավորումը վատացրեցին, ժամանակը կարճացրեցին եւ դիմորդներ չկային շատ դեպքերում։ Մեկը սա էր։ Դասագրքերը գրելու իմաստով դիմորդներ չկային։ Այո, որոշ առարկաներից դիմորդներ չեն եղել, որոշներից եղել են, բայց դասագիրքն է վատ եղել։ Բայց այդ գիտեք ինչ, երեխաներին ու ուսուցիչներին հետաքրքիր չէ։ Պետությունը պարտավոր է դասագրքով ապահովել։ Սա է խնդիրը։ Հիմա մեզ փորձում են համոզել, որ 21-րդ դարում պարտադիր չի դասագիրք եւ այլն, չէ, պարտադիր է։ Դուք դասագիրքը տվեք, թող ուսուցիչը իր ստեղծագործական մոտեցումները զարգացնի։ Սա իսկ այն դասագրքերն էլ, որոնք տպագրվել են, նրանց մեջ էլ կան շատ վիճելի դասագրքեր եւ շատ տարբեր ոճերով գրված դասագրքեր։ Այսինքն կա եւ անճշտություններով եւ նույնիսկ տարասխալները նույնիսկ չեմ խոսում Ուրարտուի հետ կապված հայոց պատմության տեսակ, այսինքն արտաքին պատվերը ամեն դեպքում տեղ է գտնում դասագրքերի մեջ, որովհետեւ տեսեք process-ը շատ արագ է կազմակերպվում եւ կան շատ սխալներ նաեւ, որոնք տեղ են ունենում համակարգային վատ կազմակերպության պատճառով, ժամանակը քիչ է, լուրջ մոտեցում չկա, մի դասագիրքը մի բան է գրում, մյուսը դրա հակառակն է գրում, այսինքն շատ այսպես հախուռն մի բան ստացվեց եւ կարելի է ասել, որ այսօր մենք չունենք կան որոշ լավ դասագրքեր, բայց ընդհանուր առմամբ չստացվեց։ Այս խնդիրը կարելի է ասել հիմնականում չստացվեց եւ դպրոցների կառավարման հետ կապված հիմա դե գիտեք մենք դպրոցները բաժանեցինք երկու մասի, երկու կառավարչի, տնօրեն եւ վարչատնտեսական համակարգող։ Նաեւ տեսուչներ են, չէ՞ դրել։ Հիմա ինչ որ տեսուչներ էլ պետք է լինեն։ Մյուս կողմից գնում է դպրոցների կենտրոնացում, սեպտեմբերից բոլոր դպրոցները անցնում են նախարարության ենթակայության, մարզպետարանները գրեթե խաղից դուրս են գալիս, մնում են միայն վարչատնտեսական մասով, նաեւ Երևանի քաղաքապետարանը, այստեղ էլ բազմաթիվ տնօրենների ընտրությունը շատ փակ է տեղի ունենում, այսինքն ընտրում է պետական հանձնաժողով, որի մեջ ոչ, չգիտեմ, ՀԿ-ներից մարդ կա, ոչ ինչ որ անկախ մարդիկ կան, չենք հասկանում ինչ է տեղի ունենում, հա, ինչպես է ընտրությունը թափանցիկ է, կան արդյոք սուբյեկտիվ մոտեցումներ, գուցե ով որ ԿՊԱ-ական է դառնում կամ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, տնօրեն է ընտրվում։ Իհարկե, այսինքն այս կառավարման հարցը շատ կարևոր է։ Այդ տնօրեն վարչատնտեսական համակարգող, չէ՞, բաժանեցինք։ Հիմա շատ խառն է, որոշ տեղերում աշխատում է, բայց չգիտեմ, շատ տեղերում չի աշխատում, շատ տեղերում կոնֆլիկտ կա։ Այսինքն գիտեք, հաճախ մենք ինչ որ մի բան անում ենք, հետո կիսատ ենք թողնում, մինչև վերջ չենք տանում։ Ասենք օրինակ վարչատնտեսական համակարգողը։ Այդ մարդկանց գալի մասը դպրոցի մարդ չի։ Իրանք, չգիտեմ, դրսերից են գալիս, այլ բիզնեսներից, բաներից։ Հիմա այս մարդկանց համար վերապատրաստում կա, աջակցություն կա, չկա։ Բա հիմա նոր պաշտոն ենք բերել կառավարչականով, տես մարդկանց վերապատրաստի, աջակցի, դպրոցներ ունենք, որոնք Ինչ պիտի ինքը անի, ինքը պիտի տնօրենին վերահսկի, ես չեմ հասկանում, ինքը ինչ պիտի անի։ Ինքը պիտի զբաղվի դպրոցի ֆինանսական, շենքային, գույքային, այդ տեսակի հարցերով։ Դպրոցի տնօրենը միայն բովանդակային հարցերով։ Այս բաժանումը արվեց, որը իմ կարծիքով բավական արհեստական է, այսինքն ստացվեց, որ հիմնարկը ունի երկու ղեկավար, որը խնդրահարույց է, ճիշտ է, որ հիմնարկը ունենա մեկ ղեկավար, մի հոգի պիտի պատասխան տա։ Հա, իհարկե։ Բայց հիմա այդպես երկակի պատասխանատվություն է, որոշ դեպքերում աշխատում է, եւ հիմնականում ԿՊԱ-կանների են, չէ՞, երևի բերում։ Հենց այդ եմ ասում, չգիտենք, այսինքն process-ը ոչ մի թափանցիկություն չունի, ես տեղյակ չեմ կոնկրետ ինչպես են ընտրում, ինչ սկզբունքներով, պարզ է կան պահանջներ, բայց
շատ փակ է տեղի ունենում ամեն ինչ։ Վերջում մի հատ ճշտում էլ էլի ինձ այդ օրերին հետաքրել է։ Հիմա չեմ հիշում, որ մարզեր գնացել Նիկոլ Փաշինյանը հսկելու վերանորոգումը լավ են արել, վատ են արել, չգիտեմ, կախիչը վատ է աշխատում, չգիտեմ ինչ, ու այն դրվագը, որ այդ ցնցուղը, ջրի ցնցուղը հանեց, տվեց Ժաննա Անդրեասյանի ձեռքը, բայց այս ինչ որակ է։ Այս դրվագը PR-ի համար օգտագործեց ինքը, տեսեք ինչ խիստ է, ինչ գնում աստուգում է, բայց ես տեսնում եմ ամեն դեպքում այդ կինը անհարմար վիճակում էր, անկեղծորեն ես կապ չունի քաղաքական առումով ոնց եմ վերաբերվում։ Ինձ համար շատ ծանր էր տեսնել այդ կանոջ այդ վիճակը, որ այդ ցնցուղը տալիս է ձեռքը։ Ես ուզում եմ համակարգի առումով նայել։ PR-ի համար Նիկոլ Փաշինյանը ինչ որ ասում է, կփռեմ ասֆալտների, ինչ գիտեմ, ես արեմ պարկած հազար ներողություն, սեռական օրգանն է ասում ցույց կտա բեհապարին եւ հոգեորականներին, այս ամեն ինչին բան ենք անում, բայց կրթության ոլորտի ներկայացուցիչների համար, որտեղ դա տեսնում են եւ տնօրենները, եւ ուսուցիչները, եւ աշակերտները, մանավանդ ավագ դասարանների, երբ որ կրթության նախարարի հետ երկրի ղեկավարը ինչ-ինչ նպատակներով, այսպես այդ շոուն ապահովելով նման տեսարան է ցույց տալիս, հարգանքը, վերաբերմունքը, լրջությունը չի կորում, ինչպես է անդրադառնում։ Այո, իհարկե, տեսեք, ես անդադ էդ էի ասում, որ այսօր շատ բան արվում է ուշադրություն գրավելու համար։ Այդ նույն բաները կարելի էր անել առանց տեսախցիկների, հա, եւ դա ավելի արդյունավետ կլիներ։ Բայց այդ ամեն ինչը արվում է շոուի համար եւ նաեւ այսպես կոչված մոբի տրամադրությունը բարձր պահելու համար, որտեվ այդ տեսակի տեսարաններից մոբը ողջևորվում է եւ ասում են, ահա, հալալ է մեր վարչապետին, վերջապես մեկը ձեռքը խփեց սեղանին եւ այլն եւ այլն։ Բայց ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ է նման խնդիրները, եթե կան այդպիսի խնդիրներ, լուծել տեսախցիկներից դուրս, հա, որովհետեւ ես հիշում եմ, չեմ հիշում ով էր Քաղշին կոմիտեի նախագահը, նաեւ այդ օրը, որ կախիչը փոկվեց, այդ մարդը կռացավ, վերցրեց ու ասենք բան էր, տարիքով էր մարդը, երկար տարիներ պաշտոններ է զբաղեցրել, մարզպետ Տավուշի եւ այլն։ Գիտեք, մի քիչ այդպես շատ տգեղ է, երբ որ մարդկանց տենց ինչ որ կամերաների առջև դնում եք հոգեբանական։ Հա, բայց այսինքն մենք որ գիտենք Նիկոլ Փաշինյանը ով է եղել, մենք գիտենք որ ինքը իր բարդույթներն է հաղթահարում, ժամանակին ինքը ինչ բարդույթներ ունեցել է, ինքնահաստատվում է այդ մարդկանց միջոցով, բայց ընդհանուր համակարգային առումով դա խնդիր է։ Այո, խնդիր է եւ որպես կանոն այդ տեսակի խնդիրները պետքա լուծվեն ավելի հանգիստ, ավելի լուրջ ձևերով։ Իսկ Փաշինյանի այդ խոսքը։ Բայց հիմա նորից եմ ասում, քաղաքականությունը այսօր Հայաստանում դարձել է շոու։ Այսինքն պետքա ցույց տալ, ուշադրություն գրավել, ուշադրության կենտրոնում պահել, մարդկանց զբաղեցնել, զվարճացնել, դա է ապահովում ռեյտինգ, ոչ թե գաղափարները։ Դե իր իրական Հայաստանը դա է։ Եվ այդ խոսույթը, որ էլի եմ նորից կներեք, բայց չեմ ուզում լրիվ բառացի ասեմ, բայց ասում էր սեռական օրգանը ցույց կտամ։ Երբ որ նույնիսկ միջազգային մամուլը դա թարգմանել դրել էր, ընդ որում Euronews-ը, որը շատ հետաքրքիր է, ինչու էր հենց Euronews-ը, այսպես ամբողջ բանով խանդավառությամբ դա տարածում եւ այլ արևմտյան մեդիաներ, բայց դա աշակերտների վրա, երիտասարդների վրա, աճող սերնդի վրա ինչպես է անդրադառնում այդ խոսույթը։ Մենք անընդհատ, լավ, մենք արդեն սովորել ենք, հա, մենք կարող ենք, մեր ֆիլտրերը աշխատում են, անջատենք, չլսենք, բայց դա մտնում է սոցիալական ցանցերով տարածվում է։ Դա դառնում է ինչ, որ կարելի է այդ բառապաշարով խոսել։ Այո, շատ վատ է անդրադառնում, երեխաները այդ ամեն ինչը տեսնում են եւ արդեն հասկանում են, որ այլևս արգելքներ չկան, արգելանքներ չկան։ Եվ ես ձեզ ասեմ, այդ խոսույթը երեխաները նաև տեղափոխում են դպրոց։ Այդ խոսույթով կարող են ուսուցչի հետ խոսել, տնօրենի հետ խոսել, իրար հետ խոսել, այսինքն այդ արգելքները, որ ժամանակին կային, հա, որ երկրի ղեկավարը, տնօրենը, այս մարդը չի կարող իրեն թույլ տալ այսպիսի բառապաշար, հիմա այդ ամեն ինչը հանվում է։ Բոլորը կարող եք ամեն ինչ ասել։ Եվ խնդիրն է նա, որ երեխաները այդ ամեն ինչը տեսնում են ու հավատացեք,
դպրոցներում նայում են, ծիծաղում են, քննարկում են ու դա շատ վատ է անդրադառնում։ Եվ այդ ամեն ինչը լսելուց հետո դպրոցի ուսուցչի համար շատ դժվար է լինում երեխաներին բացատրել մաթեմատիկայի բանաձևեր, պատմական դեպքեր, որտեղ անլրջանում է ամեն ինչ։ Այսինքն դրանից հետո կինը գնում է կրթվելը նորաձև է անում, դա էլ շոու է, չէ՞, այդ ծրագիրը ինչ որ ցանց են ստեղծում, քաղաքական ցանց է ըստ էության, չէ՞ դա։ Պարոն Դե Խաչատրյան։ իհարկե կրթվելու անհրաժեշտությունը դա քննարկման ենթակա չի, դա վաղուց գիտենք, որ պետք է կրթվենք, բայց ավելի շատ ոչ թե պետքա այդ ձևով խոսենք, այլ ինչպես կրթվենք, ինչ մեթոդներով, ինչ մոտ այս սա պետք է քննարկվի։ Թե չէ, ասենք, ով չգիտի։ Դե դա բոլորը հասկանում են, որ դա քաղաքական Լենինն էլ է ասել, հին Հունաստանում էլ են ասել, բոլորս էլ գիտենք, որ պետք է կրթվենք։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, շատ Շնորհակալություն։ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, ես զրուցում էի կրթության ոլորտի հայտնի փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, կհանդիպենք, հաջողություն ձեզ։